72 տարեկանում մահացել է ականավոր վիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Կորուստը մեծ է համալսարանական ընտանիքի համար։ Հերացի հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ են կատարվել հսկայական աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ։ 84 թվականից ի վեր Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ։ Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից։ Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50,000 վիրահատություն, գրել է Մուրադյանը։ Արտավազդ Սահակյանը ծնվել է 1953 թվականի փետրվարի 22-ին նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ 1969-ից 75 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 82-ից 84 թվականներին ուսանել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրայում։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտանտների դոնորային զոնա թեմայով Մոսկվայի բժշկական ինստիտուտի գիտական խորհրդի և ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի խրախուսական պատվոգրով ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Բժիշկը վերապատրաստվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում։